Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի սեպտեմբեր ամսվա տարող կանխատեսումը կշերք նշանի համար։ Սիրելի ընկերներ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները և մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիան անպայման բոլորը իրենց կյանքում կզգան, բայց դա կլինի տարբեր ոլորտներում, տարբեր դրսևորումներով, քանի որ այս տարվա կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի և բոլորին է վերաբերում։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարվա կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով կոնսուլտացիան on-line է։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ համագործակցությամբ, ինչ-որ հանդիպմամբ, հնարավոր է նաև ընտրության առջև շատերը կանգնեն։ Ամեն մեկը մի ձևով կզգա։ Գուցե ձեզ ինչ-որ բան առաջարկեն, որը ձեր սրտով այնքան էլ չի լինի։ Հնարավոր է նաև կանգնեք ընտրության առջև, որ այդ ընտրության տարբերակներից ոչ մեկը ձեր ուզածով չլինի։ Ինչ-որ սպասողական իրավիճակում կլինեք, սիրելի ընկերներ, այն կարող է պայմանավորված լինել աշխատանքի ուշացմամբ կամ ինչ-որ գումարներ եք գուցե ժամանակի ներդրել, որ դեռևս իրենց պտուղները այս ամսվա ընթացքում ցույց չեն տա, դա չի նշանակում, որ դուք չեք ստանա, ուղղակի մի փոքր պետք է ավելի սպասեք։ Իսկ ամսվա կեսից հետո ձեզ դրական իրադարձություններ են սպասվում, ձեր երազանքը կիրականանա, շատ երջանիկ կլինեք որևէ հարցի շուրջ, թե ինչ կլինի, կարծում եմ հաջորդ քարտը մեզ ասում է, որ դա կլինի ընտանեկան ինչ-որ հաջողություն, երջանկություն, երազանքի իրականացում, գուցե տեղափոխություն, նոր բնակության վայր, անշարժ գույքի ձեռքբերում, վաճառ կամ ուղղակի ընտանիքում ունենաք ինչ-որ առիթ տոնելու, որ այդպես հավաքվեք ընտանիքով եւ ուրախ ժամանակ անցկացնեք։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված եւ լիալուսնի եւ նորալուսնի խավարումներ ենք ունենալու։ Լիալուսինը ամսի 7-ին է լինելու։ Այսօրը խավարում ենք ունենալու, մի քանի օր առաջ 2 շաբաթ հետո ամենակիչը իր ազդեցությունն է ունենալու, իսկ ընդհանրապես մինչև 3 ամիս առաջ հետո կարող է իր ազդեցությունը ունենալ։ Այս փոփոխությունը, սիրելի ընկերներ, լինելու է այս խավարումը լինելու է ձեր 6-րդ տանը, իսկ 6-րդ տունը դա մեր առողջության տունն է, այն ամենն է, ինչը կապված է մեր առօրյայի հետ, աշխատանքի հետ։ Այստեղ ինչ-որ բան, սիրելի ընկերներ, թողելու եք անցյալում եւ առաջ գնա։ Կարծում եմ, որ այս լիալուսնի ազդեցության ներքո շատերը որոշում կկայացնեն դուրս գալ աշխատանքից։ Շատերը կորոշեն փոխել իրենց առօրյան, գուցե առողջական ինչ-որ հարցերով պայմանավորված փոխվի ձեր առօրյան, բնականաբար սննդակարգը եւ այլն, կամ ուղղակի թողնեք աշխատանքը եւ դուրս գաք, բայց սա ինքնական որոշման մասին է, որը կարծես դուք ինքնուրույն ձեր մտքով կգնաք այդ քայլին։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 21-ին, մի քանի օր առաջ եւ 2 շաբաթ հետո իր ազդեցությունը կունենա, դա ամենանեղ կտրվածքով, իսկ ընդհանրապես մինչև 3 ամիս առաջ եւ հետո այս ժամանակահատվածում, սիրելի ընկերներ, դուք շատ ծանրաբեռնված կլինեք, հետևեք ձեր առողջությանը, հնարավոր է ինչ-որ գլխացավեր ունենաք, մեջքի հետ կապված ցավեր ունենաք, ինչ-որ առողջական խնդիրներ եւս կարող են առաջանալ, այնպես որ եթե ինչ-որ բաներ նկատեք, միանգամից դիմեք բժշկի եւ այսպես ասած դեմը առեք, Այսքանը, սիրելի կշերքներ, կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։